Հակոբ Ասլանյան։ Շնորհակալություն, հարցս արդեն հնչել է։ Քրիստինե Վարդանյան։ Շատ կարևոր է, որ բացի պայմանավորվող կողմերից լինեն նաև պայմանավորվածության երաշխավոր կամ երաշխավորներ։ Հակառակ դեպքում, օրինակ, տեսեք, մենք անընդհատ ասում ենք խաղաղության պայմանագիր։ Եթե երաշխավորներ միջազգային, ընդ որում այդ երաշխավորները պետք է լինեն կարող ուժեր, չլինեն, շատ տեսականում եւ գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել եւ դրանից, ասենք, 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել։ Եվ սա ամենևին էլ չափազանցություն չի։ Ցեն տալիս, որ Հուսամ ձայնը ճանաչեցիք, ես շատ պարզ հարց ունեմ, իրականում ես ուզում եմ հասկանալ, սա ձեր հարցազրույցներից մեկից էր հատված, ուզում եմ հասկանալ, այս հարցում եք տեսակետ փոխել, ավելի պարզ, ուզում եմ հասկանալ, երբ որ այս հարցազրույցն էիք տալիս, այդ ժամանակ էիք ստում, երբ ասում էիք, որ առանց երաշխավորների խաղաղություն հնարավոր չի, փաստաթուղթը չի երաշխավորում եւ 12 ժամ հետո ընդամենը հնարավոր է պատերազմ, եթե երաշխավոր չկա, թե հիմա, երբ որ նախաստորագրել եք մի փաստաթուղթ առանց երաշխավորների, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է, դեռ հայտարարում եք, որ տարիների համար ու քիչ առաջ էլ հայտարարեցիք, որ ոչ միայն Հայաստանում, մի հատ էլ Հայաստանի շուրջ, այն էլ այս աշխարհաքաղաքական պայմաններում։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Երեք երեկոյան ոդքասթ էի լսում, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս ընդհանրապես քննելուց առաջ տարբեր գիտական եւ կրթական թեմաներով ոդքասթներ եմ լսում եւ դա այդ թվում նրա մասին էր, թե չնայած Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ուներ աշխարհի եւ տիեզերքի ճանաչման համար, բայց ինչպիսի ֆունդամենտալ հարցերում ինքը սխալ դուրս եկավ։ Շատ ֆունդամենտալ հարցերում, որովհետեւ օրինակ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիմնվում էր տիեզերքի ստատիկ լինելու տեսության վրա։ Եվ 50 տարի մոտավորապես պահանջվեց, որպեսզի տեսությունը այդ մասով հերկվի։ Ես նկատի ինչի համար եմ սա ասում, հիմա ոչ մեկ չի գնացել եւ Էյնշտեյնից իր Նոբելյան մրցանակը եւ մյուս դափնիները չի վերցրել, ընդհակառակը, ավելի բարձր են գնահատում, ինչու՞, որովհետեւ իմացությունը ճանապարհ է։ Նա ով չի փոխվում, մի այդպիսի ասացված կա, տգետանա ով չի փոխվում։ Եթե աշխարհի ճանաչման հիման, աշխարհի եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին են 2018 կամ 19 կամ 20 թվականին, ընդ որում ինստիտուցիոնալ, ոչ թե մեր, այլ ինստիտուցիոնալ Հայաստանի Հանրապետություն։ Այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։ Ես էլ եմ ասում, դու սենց որ այս տեմպով գնաք, դուք էսա հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք, ասելու եք, բա դու 3-րդ դասարանում, հիմա ի ժամանակ էիր դու ստում, թե հիմա։ Ձեր պրոբլեմն այդտեղ է, ես էլ եմ ասում, դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում։ Դուք չեք հասկանում։ Դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում։ Հələ այն մի մասը գոնե այդքան խելք ունի, չի մասնակցում։ Հիմի ձեր կեսի չափով, տենց կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ալնելու, մեկ էլ այնտեղ բանով։ Երրորդ ուժն է, ինչպես ասում են, բանով։ Դավեսկայով մի հատ է երրորդ ուժը ալնելու, որ դուք չեք լինելու։ Դա գիտեք ինչի՞ց է։ Ձեր հարցից է։ Որտեվ դուք չեք հասկանում, դուք այսօր ամեն ինչ ընկալում եք նենց, ոնց որ 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, եւ
Էտա։ Այո, եւ մենք այսօր ունենք խաղաղություն։ Եվ մենք ունենք այսօր խաղաղություն, եւ մենք հասկացել ենք մի բան, որ եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլնենք, մենք ոչ մեկ երաշխավորը չի լինի, որովհետեւ մեր խաղաղությունը մենակ մեզ է պետք։ Մենակ մեզ է պետք։ Ուրիշ ոչ մեկին մեր խաղաղությունը առնվազն ավելի շատ պետք չի։ Արձագանք։ Ավելի լավ է որոշ բաներ չհասկանալ, քան ձեր նման հասկանալով ստել։ Սա ձեր երրորդ դասարանի շարադրությունը չէր։ Սա ընդամենը մի քանի տարի առաջ, երբ բանակցում եք նախաստորագրած թղթի մասին, այդ մամուլի չենք հասնի, տենց սադոմազոխիստական հակումներ չկան։ Սա ընդամենը ձեր մի քանի տարի առաջ հարցազրույցից էր հատված, ու ես շատ պարզ բան էի ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնի։ Դուք այս ամեն ինչը փաթեթավորեցիք Էշնենով հարաբերականության տեսությամբ, մի պարզ բան քողարկելու։ Փաստորեն ասացիք, որ այո, անկյունակարային հարցի շուրջ տեսակետ եք փոխել։ Հիմա 180 աստիճան հակառակ բանն եք ասում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մի պարզ ուղերձ ունեմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք 6 ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք ես նորից եմ փոխվել, ավելի է ընդլայնվել իմ աշխարհայացքը եւ մտահորիզոնը։ Ու հիմա էլ ասում եմ ճիշտ հակառակը նրա, ինչ որ այսօր ստեղից եք ասում։ Ձեզ վստահելը հանցագործությունը։ Շնորհակալություն ձեզ։ Մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ուներ անվտանգության երաշխավոր գրած թղթի վրա։ Դուք էլ գալիս եք ասում եք, այ այդ անվտանգության երաշխավորին ոչ թե 4-րդ հոդվածի 3-րդ բառի 4-րդ բառի 5-րդ կետով են դիմել, այլ 6-րդ տողի 8-րդ բառի 7-րդ տողով դրա համար բանը ընդեղի արհեստական բանականություն չի կարող կարդա մենք ինչով ենք դիմել։ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից եւ դառնանք պետություն։ Որտեւ այդ անվտանգության երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն։ Մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք։ Եվ եթե գիտեք ինչ, փոփոխվող աշխարհում նա ով չի փոխվում, ինքը արժանանալու է դինոզավրի ճակատագրին։ Այո, ես չեմ բացառում, որ այս 6 ամսվա ընթացքում 6 ժամվա ընթացքում կարա իրադրությունը նենց փոխվի, որ շատ գնահատականները վերափոխես։ Եվ այն երկրները, որոնք այդպիսին չեն, իրանք հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր կտրտում են։ Այո, մենք ինստիտուցիոնը գալիս են կարդում զեկույցը, նենց կարդում է, ոնց որ ինքն այդ զեկույցը գրել։ Ոնց մի րոպե ոչ մեկի մոտ հարց չի, ամբողջ կառավարությունը 3 ժամ նստած ստեղ։ 3 ժամն ով է այս ընթացքում այս երկրի անվտանգությունը ապահովում։ Բայց երկրի վարչապետը կդգա միտեղ, քանի ժամ արդեն 2 ժամ սենց հարած կնստի, հա։ Բայց ինչ ենք եկել նստել։ Հələ նայեք ամբողջ կառավարությունը նստած աստեղ, արտաքին գործերը, ներքին գործերը, այնտեղ ընդհանրապես շրջակա միջավայրում ինչ է կատարվում այս ընթացքում։ Լսեք, դուք երրորդ դասարանում եք, կներեք 1000 ներողություն։ Լիլիթ Գալստյան։ Այս